Խաղաղություն Աստծո ժողովրդին, Տերը օրհնի, ուրախ եմ ձեր մեջ լինելու եւ որպեսի անծանոթ չլինեն ոմանց համար Գեղամ եղբայրը ներկայացրեց, որ Հայաստանից Արտաշատ քաղաքից եմ եւ ջերմ բարևներ եմ բերել ձեզ։ Տերը օրհնի, շնորհակալ եմ, կփոխանցեմ։ Աստծո ժողովուրդ, երեխաները երբ որ հաճախում են դպրոց ամեն օր, նպատակը մեկ բան է, որ նրանք էլ ավելի ավելացնեն իրանց կրթությունը, իրանց գրագիտությունը, որպեսզի լինեն գրագետ եւ խելացի երեխաներ։ Հավատքի մեջ մենք ամեն անգամ եկեղեցի այցելելով ոչ թե պետք է գնանք, այլ նպատակը մեկ բան պետք է լինի, որ մեր հավատքը ավելի ու ավելի ամբրանա, հաստատվի եւ զորանա։ Ես կուզեմ, որ մի համարի շուրջ ուշադրություն դարձնենք, որովհետև սկզբից երջախումբը ասում էր, որ մենք սպասում ենք Հիսուսին, Հիսուսը գա, եւ կարծես թե յուրաքանչյուր մի քրիստոնյայի հավատացյալի նպատակը, որ Հիսուսի հետ հանդիպում ունենա, եղբայրներ քույրեր։ Թե չէ այսօրվա մեր հավաքույթը այստեղ իմաստ չէր ունենա, եթե մեր նպատակը, գլխավոր նպատակը Հիսուսը չլիներ։ Եվ ամեն մի հավաքույթի ժամանակ աշխարհում ինչքան հավաքույթներ կան, բնականաբար ունենում են իրանց առիթը հավաքվելով այդ առանցքի շուրջ։ Այսօր մենք հավաքվել ենք մեր Քրիստոսի խոսքի շուրջ, եղբայրներ քույրեր, որ ավելի պետք է խորհենք, ավելի պետք է մտածենք, ավելի կարողանանք պատրաստվելու այդ օրվա համար։ Որովհետև ես ուզում եմ բնաբան համար հիշեցնելու Հովանու առաջի թղթի 3-րդ գլխի մեջ շատ հետաքրքիր է գրում առաքյալը այդ մասին եւ ուզում եմ մի փոքր ավելի շատ կարծես իրար հետ զրույցի կարգով մենք նայենք որոշ համարներ, Աստված ինչքան որ տա, եւ լավ կլինի, որ ինչպես Պողոս առաքյալն ասում, ամեն մի ներկա գտնվող սրտանց մտային աղոթ կանի այն ծառայող եղբոր համար խոսքի ծառայությունը, որ Աստված օրհնի, եղբայրներ քույրեր, թե չէ մենք մեզանից մի բան չենք ներկայացնում։ Եվ չգիտեմ ոմանց բացված է թե չէ, եթե մեկ ակնթարթ Աստված թողնի, ինչքան էլ որ ես ու դու հզոր լինենք, զորավոր լինենք, մեկ ակնթարթում կարող է մեր ամբողջ հավատքը զորականի ցածր լինի եւ կորցնենք մեր ով լինելը։ Ինչպես առաքյալն ասում էր, որ թեպետ ամենը քեզի ուրանան, ես չեմ ուրանա, սա ներքին վստահություն էր, ոչ թե սա կեղծիք էր, այլ վստահություն, որը որ խառնված էր զգացմունքի հետ, հավատք եւ զգացմունք խառնված էր իրարու հետ։ Եվ Աստված թույլ տվեց, որպեսզի զատվի, մաքրվի, ինչպես որ ոսկին է մաքրվում ամեն ավելորդ նյութերից, եղբայրներ եւ քույրեր։ Այդպես Աստված մեզ երկրի վրա կրթում է, դաստիարակում է, որպեսզի մենք ճանաչենք եւ ունենանք մաքուր հավատքը։ Սա է մեր ամբողջ նպատակը։ Եվ առաքյալը այսպես է ասում առաջի թուղթ Հովանու 3-րդ գլխի մեջ եւ երկրորդ համարից ասում է. «Սիրելիներ, հիմա մենք Աստծո որդիք ենք եւ տակավին հայտնված չէ թե ինչ պետք է լինենք, բայց գիտենք, թե որ երբ որ նա կհայտնվի, նրան նմանը կլինենք, որտեղ կտեսնենք նրան, ինչպես որ է։ Եվ ամեն ով որ այս հույսը ունի իրենում, սրբում է իր անձը, ինչպես որ նա սուրբ է»։ Եղբայրներ քույրեր, այս համարը մեզի մտածել է տալիս, ինձ էլ է մտածել տալիս, բոլորիս մտածել է տալիս, որ պետք է գա մեկ օր, որ Հիսուսը հայտնվելու է, եւ մենք իր առջև ենք լինելու, եւ ինչպես որ ինքն է, մենք էլ պետք է դառնանք այդպեսին Քրիստոսի մեջ։ Մեր կյանքը հավասարվելով Քրիստոսի կյանքին։ Բայց այստեղ մեզ զգուշացնում է, որ
ոչ թե մենք այդ պահին պետք է պատրաստվենք, որ Քրիստոսի կյանքի մեջ հայտնվենք, այլ նախապես մենք պետք է պատրաստված լինենք այդ օրվա, այդ ժամի, այդ վայրկյանի համար։ Եվ մենք գիտենք, որ այսօր է այդ կարևորությունը։ Ես մեկ անգամ միտեղ Երևանում եղա մի թաղման չափաշխարած անձնավորություններ եւ տեսա այդ սրահում տարբեր խորհրդավոր նկարներ էին կպցրել եւ մի նկար կար, որ ուշադրությունս գրավեց, դա մի մեծ ժամայցուց էր նկարած նկարի մեջ եւ հետո մոտեցա նայելու տեսա, որ այդ մեծ դաշտի մեջ փոքր շրջագծով սկսում էր, փոքր շրջագծով ժամը 12-ից մինչև 12-ը փոքրիկ շրջագիծ, հետո մեծանում էր նորից։ Մի քիչ մեծանում էր 12-ից նորից 12-ը, նորից շրջագիծը մեծանում էր 12-ից մինչև 12-ը, եւ այդպես մի քանի անգամ շրջագիծը մեծանալով հասավ մինչև ժամացույցի վերջի դաշտի պտույտին։ Եվ ես մտածեցի, ինչ խորհուրդ կարող է լինի, եւ հասկացա, որ ժամանակը ամեն մեկի համար լրանում է, մեկինը կարճ ժամանակում, մեկինը մի քիչ ավելի ժամանակում, մի քիչ եւ այդպես նայած ում համար կյանքը երբ է ավարտվում։ Եվ երեխաներից սկսած մինչև մեծերը մենք գիտենք, որ այսօր երկրի վրա դարել է ամեն բան հավասարություն։ Մենք էլ չգիտենք ինչքան մեզի կյանք է նվերել Աստված, բայց ամեն մի օրվա համար փառք պետք է տանք Աստծուն, սա Տիրոջ նվերն է։ Սա Աստծո ողորմությունն է, որ այսօր ապրում ենք եղբայրներ, քույրեր, որտեղ շատերը բացեցին իրանց աչքերը, բայց էլ երկրում չէին։ Շատերը գտնվեցին տարբեր փորձությունների ու չարիքների մեջ եղբայրներ, քույրեր։ Երբեմն լինում ասում ենք եղբայր ջան, ոնց եք, ասում այրեք այնքան լավ էի, լավ քնել եմ, առավոտ արթնացել եմ, գրիպ եմ, քթերս փակվել է, այս այն մի գիշերվա մեջ։ Մենք չգիտենք վաղվա օրը, բայց պետք է ապրենք այսօրվա օրով, հավատքով եւ սպասելով Քրիստոսի հայտնությանը։ Թե այդ շրջագիծը երբ կավարտվի, մենք կմոտենանք Հիսուսին, թե մինչև հայտնության ատենը կլինի, մենք չգիտենք, բայց մի բան գիտենք, որ Տիրոջ խոսքի մեջ ասում է, մենք ամեն օր պետք է արթուն եւ զարթուն լինենք։ Սա է մեր նպատակը, եղբայրներ, քույրեր։ Եվ հետաքրքիրը սա է, երբ որ մենք ուշադրություն ենք դարձնում, որ 5 իմաստուն կույսեր կային եւ 5 հիմար կույսեր կային։ Ինչի է գրված հիմար կույսեր, որովհետեւ նրանք գիտակցելով անտարբեր էին հոգեվոր կյանքի նկատմամբ, Քրիստոսի նկատմամբ։ Մտածում են, թե պետք է մեզ էլ վերցնի, ինչ պետք է անի, արտաքինից հարսանյաց հանդերձներ ունենք։ Բայց Տերը նայում է եւ արտաքինը եւ նայում է ներսը։ Երբ որ մենք անցնում ենք անցակետերով, դա կլինի օդանավակայան, դա կլինի տարբեր տեղեր, մենք գիտենք, եթե մեր հետ մի ինչ-որ ավելորդ նյութ է լինում, զանգը տալիս է։ Մի քանի անգամ ներս ու դուրս ես անում, մինչև տեսնեն ինչ հետ այդ ավելորդ մի բան կա, մի նյութ կա։ Եվ այսօր մենք մի բան գիտենք, որ որովհետեւ արատ, հա, դարձված չի կարող միանալ Քրիստոսին։ Գրված է Տիրոջ խոսքի մեջ, մենք պետք է անարատ լինենք Տիրոջ առաջին։ Եվ հոգեպես, եւ ֆիզիկապես, եւ մտովին ամբողջությամբ։ Գրված է քո շունչը, հոգիդ, մարմինդ անարատ բավի։ Եվ Տիրոջ խոսքի մեջ ասում է, ովքեր որ այս հույսը ունեն, իրանց անձերը սրբում են, աշխատում են դրա վրա։ Ես միշտ իմ խոսքից մեջ ասում եմ, երբ որ ինձ ասում են ոնց ես վաճիկ եղբայր, ասում եմ լավ եմ, բայց իմ պակասների վրա եմ աշխատում։ Ինչի՞, որովհետև ես ամեն օր տեսնում եմ իմ պակասը։ Ամեն օր։ Եվ ինչքան որ մենք մոտենում ենք Տիրոջը, այնքան ավելի շատ ենք տեսնում մեր պակասը։ Որովհետև ես ավելին չեմ, երբ որ Եսայան աղաղակեց, վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ։ Եղբայրներ եւ քույրեր, մենք պետք է սրբությունից սրբություն գնանք, զորությունից զորություն պետք է գնանք, եւ ինչքան որ սպիտակել ենք, ավելի պետք է սպիտակենք։ Եվ միջև անգամ երկի ծառայության մեջ ասվեց, որ Տիրոջ կրակն էլ կարող է գա եւ թույլ տա մեզ անցնենք փորձություններով։
եւ երևա մեր հավատքը։ Խաղաղության մեջ շատ լավ է հավատքը, սերը, ամեն բան լավ է, բայց փորձության ժամանակ է երևում մերով լինելը։ Եվ դրա համար 5 հիմար կույսերի համար գրված է, որ նրանց Տերը չընտրեց, բայց 5 իմաստուն կույսերի կյանքում մի պա կարծես թե նրանք էլ էին թերացել։ Եվ ինչպես էին թերացել, ես այդ մասին մի տեղ զրուցեցի, ասեցի նրանց մեջ էր արդեն եկել անհոգություն, նրանց մեջ էր արդեն մտել աշխարհային զբաղմունք, մարմնավորություն, խոսել ինչ-որ բաներ, որ չի կարելի, լսել ինչ-որ բաներ, որ չէր կարելի, վերջապես ժամանակը նրանց կարծես թե մի փոքր ոնց որ անցել էր դեպի աշխարհայինը։ Թմրել էին, արդեն բաներ կար, որ չէին զգում։ Այսօր ինչքան հոգևոր կա չի զգում ինքը։ Օր անցկացնում է YouTube-ի մեջ, օր անցկացնում առանց կարդալու, առանց աղոթելու, առանց Տիրոջ հետ հաղորդակցվելու, առանց Տիրոջ վրա մտածելու, առանց զգուշություն անելու, որ անցնում է։ Բայց օրերից մի օր ասում է երազ տեսա։ Երազից մեջ Տերը այսպես ասեց, այնպես ասեց, սթափելու համար եղբայրներ քուրեր։ Դրա համար այսօր շատ կարևոր է, որ մենք Պողոս առաքյալն ասում է ամեն ժամանակ Տիրոջ առաջին ահովախով ապրենք, որ պակասներ չունենանք։ Որովհետև երբ որ Հիսուսի առջև հայտնվենք, մենք այդ ժամանակ չենք կարող մեր պակասները լրացնել։ Մենք լրացրած պետք է լինենք արդեն Տիրոջ առաջ կանգնելու։ Եվ կարող եմ ասեմ, որ այսօրվա օրը որոշում է մեր վաղվա օրը։ Այսօրվա մեր հավատքը որոշում է նաև մեր ապագան։ Դրա համար զգուշավորություն պետք է անենք վերջի ժամանակներում, եղբայրներ քուրեր։ Եվ գրված է Տիրոջ խոսքի մեջ վերջի ժամանակներում մարդկանց հավատքը պետք է փոխվի։ Եվ գրված է աստվածպաշտության ձևը պետք է ունենան, բայց կյանքը չունենան։ Այստեղ ներկաներից ոչ մեկը չի կարող տեսնել իմ հոգու աշխարհում ես ոնց եմ Աստծուն պաշտում, ինչ երկյուղատության, ինչ հավատքով, ինչ պաշտապքով։ Ես շատ հնարավոր է, որ ձեր մեջ լավ եմ, բայց ինչպեսին եմ տանը, ինչպեսին եմ իմ գործերի մեջ, ինչպեսին եմ առանձին։ Դրա համար գրված է 5 իմաստուն կույսերը, դրանք պատրաստված էին։ Գրված է պատրաստները ներս մտան։ Ոչ թե նախապես պետք է նրանք պատրաստված լինեին։ Եվ հետաքրքիր է, որ Տիրոջ խոսքի մեջ մեզի սովորացնում է, որ մեր բավական լինելը մենք չենք որոշում։ Իմ հավատքի չափը, իմ որակավորումը, որակավորված վիճակը, դա ես չեմ որոշում։ Լավ է, որ սուրբերը գնահատական տան, լավ է կինս գնահատական տա, երեխաս գնահատական տա, բայց իրականում Աստված է գնահատական տվողը։ Ով եմ ես։ Ինչպեսին եմ ես իմ ներսում, իմ հոգում, իմ մտքում, եղբայրներ քուրեր։ Եվ երբ որ նայում ենք արտաքինից շատ ընդունելի մարդիկ էին փարիսեցիները, որովհետև նայում էին ամբողջությամբ կարծես աստվածպաշտության կերպար, բայց Տերն ասեց ձեր ներսը։ Եվ մի անգամ ես երբ որ այդ մասին էի խորհում մտածում էի, եւ Հիսուսն ասեց, եթե ձեր արդարությունը չավելանա դպիրների եւ փարիսեցիների արդարությունից, դուք բնավ չեք մտի երկնքի արքայություն։ Եվ ես մտածում էի, բայց փարիսեցիները եւ դպիրները ինչ արդարություն ունեին։ Եվ Տերը օգնեց, որ հասկանամ, այո, նրանք ունեին արտաքինից արդարություն, որ բոլոր մարդկանց երևում էին, բայց ներսից դրանք նա չէին։ Եվ հասկացա, որ ասում են, երբ որ այս փոքր պատվիրաններից մեկը քանդեք, մարդկանց այնպես չսորացնեք, նաև փոքրագույնը կկոչվեք երկնքի արքայությունում։ Եվ ես սկսեցի մտածել, Տեր Աստված, քո խոսքիդ մեջ փոքր պատվիրան չկա։ Եթե պատվիրանա, պատվիրանա։ Եվ երբ որ այդպես մտածում էի, ակամայից հիշեցի այն պահերը, որ այո, գրված է սիրիր ընկերոջդ, հիմա Հակոբոսն ասում է սիրում ես, բայց երբ որ մեկին տեսնում ես մի քիչ առավել անձնավորությունա, տարբերություն ես դնում։ Դու այդ արտաքին մեծ պատվիրանը քո ներսում ինչ ես անում, փոքր չերևացող բաները քանդում ես։ Եվ ասում է, եթե այս պատվիրաներից մեկը, փոքր պատվիրաներից մեկը, այսինքն որ քեզ համար չերևացող է, մարդիկ չեն տեսնում, չնչին է, բայց իմ ներսում ես դնում եմ տարբերություն։ Իմ ներսում ես դնում եմ աչառություն։
Իմ ներսում ես ունեմ անտարբերություն։ Արտաքինից պահում եմ, բայց պատվիրանը ամբողջության ես դա չեմ պահում, մարդիկ չեն տեսնում։ Եվ ես մտածում եմ, եղբայրներ, քույրեր, մենք Տիրոջ առաջին պետք է հաճելի լինենք, որովհետև այդպես գրված է Տիրոջ խոսքում, ասում է ամեն ժամանակ Հիսուսն ասում է, ես հաճելի եղածն արել եմ Տիրոջ առաջին։ Եվ ես ելի եմ ասում, ոչ թե հիմա ինչ-որ բան եմ ձեզ խոսում, որ դուք չգիտեք, դուք գիտեք, նմանապես ես գիտեմ, բայց զրույցի կարգով ասեմ սա, որ երբ որ ես մի բան խոսում եմ, մտածում եմ, անում եմ, մտածում եմ, ասում եմ, Տեր, քեզի հաճելի է սա, Աստված պաշտության հաճելի է, որովհետև մեր նպատակն է, որ Տեր Հիսուսին նմանվենք։ Եթե չենք նմանվելու Հիսուսին, իզուր է մեր Աստված պաշտությունը։ Մենք պետք է նմանվենք մեր առաջնորդին։ Ես հիշում եմ մի անգամ մի անձնավորություն շատ ճակատագրային սխալ արտահայտություն արեց եւ եղավ իր կործանումը։ Երբ որ մենք իրան հորդորեցինք, ասեցինք, որ դու որպես քրիստոնյա ես, վերջապես ասենք արտաքինից առաքինի քույրիկ ես, ամեն բան լավ է քո մեջ, բայց հիմա եթե քո մեջ չկա այդ ներողամտությունը, որ պետք է ներես վերջը քո ամուսնուն, քո ընտանիքին, դա լավ չի։ Եվ ասեց, եղբայր, կարող է ես ինքնասիրություն չունեմ։ Այդ բառից հետո նա մի անգամից ընկավ, մինչև անգամ բաժանվեց, մինչև անգամ թողեց իր տուն տեղը եւ շատ վատ կյանքի մեջ ընկավ։ Եվ այդպես մենք տեղեկություն չունեցանք ինչ եղավ իր ճակատագիրը։ Կորավ ու գնաց աշխարհ այն արագության, ինչպես որ կարող է քամին մի բան տաներ։ Եղբայրներ, քույրեր, մենք եկել ենք Հիսուսին կորցնելու ամեն բան, մենակ շահելու իրան։ Եվ Պողոս առաքյալն ասում է, ամեն բան ես կորցրել եմ, ջնջուց եղել եմ։ Եթե այսօր դեռ ինչ-որ տեղ ես իմ ինքնասիրության կենտրոնում եմ, եղբայրներ, քույրեր, ես չեմ կարող Հիսուսին հաճելի լինել։ Որովհետև Հիսուսը ներել է, Հիսուսը ողորմացել է, Հիսուսը գթացել է, Հիսուսը չի ամանչել, Հիսուսը ամեն բան արել է, բայց ես չեմ նմանվում իրան։ Ես մի անգամ մի անձնավորության ասեցի, որ դու քեզ Հիսուսից բարձր ես դասում, ասեց բարձր չեմ դասում, ասեցի, բա Հիսուսը ներել է իրան, դու ինչի՞ չես ներում։ Ասում եմ, որովհետև չգիտես ինքը ինչ վատ բան արել։ Ասում եմ, Հիսուսին ավելի վատ բան ես ու դու ենք արել։ Բա ո՞նց է ինքը ներել մեզի։ Եղբայրներ, քույրեր, այսօր շատ կարևոր է, որ ոչ թե ես ունենամ գիտություն հավատքի, այլ ունենամ կյանք։ Շատ հին ժամանակներում, ասենք այն 70-ականներին, տատիներ կային գրագետ չէին, գրաճանաչ չէին, բայց ինչ լավ հավատք ունեին։ Բայց այսօր գիտությունը շատացել է, հավատքը դարձել է բանավոր։ Այստեղ ինչ լավ է, որ բոլորս փառաբանում ենք Աստծուն։ Այստեղից դուրս գալուց կփառաբանենք Տիրոջը, կերքենք։ Գործ անելու ժամանակ կլինի, պարկած ժամանակ կլինի, կգովենք Տիրոջը։ Տիրոջ երեսը կփնտրենք, սա շատ կարևոր է։ Եվ երբ որ մենք նայում ենք Սուրբ Գիրքը մեզի տալիս է չափանիշ, որ մեր բավական լինելը, մեզանից գոհ լինելը, պետք է դա ոչ թե մեզանից լինի, այլ պետք է Աստվածանից լինի, Աստված։ Ոչ թե ես պետք է լինեմ իմ ուշադրության կենտրոնում, հապա Քրիստոս։ Երբ որ նայում ենք Ֆիլիպպեցիների 3-րդ գլխի մեջ 7 խոսքից սկսած, Պողոս առաքյալն ասում է, իմ ամբողջ նպատակը սա է, որ ամեն բան անեմ, որպեսզի ես Քրիստոսի մեջ լինեմ։ Սա շատ կարևոր է, եղբայրներ, քույրեր։ Երբ որ մենք նայում ենք, այսօր իմ ամբողջ ապրելու նպատակը, իմաստը պետք է իմաստավորվի ամեն օր Քրիստոսի մեջ։ Ես Քրիստոսի մեջ։ Եվ հետո մի բան էլ ասեմ ձեզի, որ դուք ունեցեք ձեր անհատական առաջնորդությունը Աստծուց, հայտնությունը։ Մի նայեք, ինչ է մտածում ընտանիքի անդամը, ինչ են մտածում քույրերը, եղբայրները, մյուսները եւ այլ եւ այլ։ Դու Տիրոջի ծառ, որտեղ գրված է մեր գնալը,
մեր առաջնորդվելը, մեր ամեն ինչը պետք է Տիրոջից լինի, ասма ձեր մեջ բնակվելով ես ձեզ պետք է առաջնորդեմ, այդ կենթանի հաղորդակցություն ունենանք Տիրոջ հետ, եղբայրներ քույրեր, այսօր շատերը նմանակում են իրար, գիտեք, երբ որ եկեղեցու մեջ եղել է դեպքեր մենք դիտողություն ենք արել սիրով, որ հարմար չի քո արտաքինդ, հարմար չի քո վարվելակերպդ, քո պավազկդ, քո ձևդ, ասլա բա մյուս եկեղեցիները ո՞նց են անում, ասել եմ ես չգիտեմ իրանց մոտ ինչ ավետարան կա, ես ավետարանով եմ քեզ ասում, ավետարանը սա է քեզ ասում, ինձ ասում, եթե ավետարանից չի մի արա, ես իրավունք չունեմ իմ կանոնները քեզ ասելու, ավետարանի կանոնները, մի անգամ մենք խոսեցինք եղբայրականին կարգ ու կանոնը պահելու համար, որ նույնիսկ իշխանական կարգը աստուծադրված եւ մի եղբայր ասեց, որ հիմա ես գիշերով անցնում եմ, խոսքի ասեն խանգարող չկա, կարմիր լույսի տակով անցնում եմ, հիմա դա մեղ կա, ասեցի մեղ կա, այդպես գրված է Հռոմեացիների 12-րդ գլխում շատ տեղերում, որ Աստված տվել է կարմիր լույսը ոչ թե մենակ ցերեկվա, այլ գիշերվա, եթե դա սահմանված է մարդկանց անվտանգության համար օրենք է դրված, դու պիտի պահես։ Ասեց շատ ես բանի հետև ընկնում։ Ես ասում եմ բանի հետև չեմ ընկնում, բայց Աստված ինչ որ բաներ ասում, հա, մենք պետք է անենք։ Կարգեր է դնում Աստված, օրենք է դնում Աստված, ամեն բան դնում է մեր օգուտի համար։ Ես պետք է հնազանդվեմ։ Երբ որ մենք նայում ենք Հիսուսի հնազանդությունը, շատ հիանալի է եղել։ Եվ Հիսուսը ամեն բան անում էր, որպեսզի ումը հաճելի լիներ, հորը հաճելի լիներ։ Հորը հաճելի լիներ։ Այսօր ամբողջ հարցը սա է, որ ոչ թե ես ինչ հաճելի լինեմ, այլ հորը հաճելի լինեմ, Աստծուն հաճելի լինեմ։ Եվ Ֆիլիպեցիների մեջ երբ որ նայում ենք 7-րդ գլխի մեջ շատ հետաքրքիր է ասում 7 խոսքից, բայց ինչ բան որ ինձ շահեր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար, եւ հենց ամեն բան էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցի եւ աղբել եմ համարում, որ Քրիստոսին շահեմ եւ նրանում գտնվեմ, ոչ թե իմ արդարությունը ունենալով որ օրենքից է, նրանում գտնվեմ, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքներին մասնակից լինելը։ Այսօր ամեն բան պետք է ես անեմ, որ նրա մեջ գտնվեմ։ Իսկ նրա մեջ գտնվելու համար դրա խոսքն ավետարանի։ Որ վերջերս ինձ ասեցին, որն է նեղ դուռը, որն է լայն դուռը։ Ես ասեցի գրված է Տիրոջ խոսքի մեջ, նեղ դուռը հոգով գնացեք։ Հոգով գնացեք։ Լայն դուռը մարմնավոր գնալն է։ Պետք չի հատուկ հատկանիշներ նշել։ Էսա այնա գրված է հոգով գնացեք։ Նեղա դուռը, նեղված կա, հոգով գնացեք։ Իսկ լայնա, որ մարմնով է գնում մարդը, աշխարհի կյանքին համատեղ է գնում։ Եվ այսօր ինչքան մարդիկ կան, որ համատեղ ապրում են աշխարհի հետ, ինչպես 4-րդ թագավորած գրքի մեջ գրված Աստծուցել էին վախենում եւ նաեւ իրանց կուրքերին էին հետևություն անում, եղբայրներ քույրեր։ Եվ Աստծուցել են վախենում եւ նաեւ աշխարհի հետ համատեղ դաշնակցություն են անում։ Ինչպես գրված է 2-րդ Կորինթացիների 6-րդ գլխի մեջ, ասում է ինչ մասնակցությունն է։ Այո, եղբայրներ քույրեր։ Այսօր ժամանակը մոտեցել է, որ մենք կարողանանք սրվենք, մաքրվենք, որովհետեւ փրկությունը անհատական է։ Հենց ամբողջ հարցը սա էր 5 հիմար կույսերի, որ նրանք ինչ էին անում, նրանք անտարբերություն ունեին։ Ու հետաքրքիր է, որ ես ինձ վրա պետք է անձնականություն անեմ։ Օրվա մեջ ժամանակս օգտագործեցի, ինչքան տվեցի կարդալուն, ինչքան տվեցի աղոթքանելու, ինչքան Տիրոջ հետ մտածեցի, ինչքան Տիրոջ հետ խորեցի, ինչքան ես կարողացա սրտանց փառավորել Տիրոջը, ինչքան ուրախացա իրանով։ Ուրախությունը լավ է, որ եկեղեցում կա, բայց անհատական ուրախություն էլ է պետք, որ ես ներսում իր հետ ուրախ լինեմ։ Իսկ այսօր շատերի կյանքում չկա ուրախություն, տրտմություն է, դժգոհություն է, հոգսերը, միշտ բաները։ Բայց Տիրոջ խոսքի մեջ է գրված է, այո, ուրախ եղեք, դարձյալ կասեմ ձեզ, ուրախ եղեք, եղբայրներ քույրեր։
Եվ Եփեսացիների 4-րդ գլխի 13-րդ գլխի մեջ գրված է, որ մենք երկնային կյանքի ժառանգորդներ ենք, ոչ թե ժառանգորդներ լինելու ենք, արդեն ժառանգորդներ ենք, լսում եք։ Ժամանակի բերումով համարները ասեմ բանավոր։ Գրված է. ուստի մենք որ եղել ենք օտարներ, բայց մարգարեների առաքյալների հիմքի վրա շինած եկեղեցին, որի գլուխը Հիսուս Քրիստոսն է, եւ մենք արդեն այդ կյանքի ժառանգորդներն ենք։ Փառք Հիսուսին։ Օրինակ, որոնք որ գալիս են մեր գաղթայալներ գալիս են այս ձեր երկիրը, սպասում են, թե երբ են իրանց տալու քաղաքացիություն, ճիշտ է, այդ հույսով են գալիս։ Եղբայրներ քույրեր, մենք արդեն ունենք քաղաքացիություն երկնային կյանքի։ Մենք սրա համար պետք է ուրախանանք, թե չուրախանանք։ Որ Աստծո խոսքի մեջ 138 Սաղմոսի մեջ գրված է. Աստված իր բոլոր հայտարարությունների խոսքերի մեջ այո եւ ամենա եւ զղջալ չունի։ Հիմա մենք երկնային կյանքի ժառանգորդներ ենք։ Միայն թե սա ինչ պետք է անեմ, ես պետք է երկրի վրա այդ օրերը ապրեմ, սпасելով մինչև այնտեղ հասնելը։ Սա շատ կարևոր է։ Այդ օրերը պետք է ապրեմ, այդ պատրաստված վիճակը պետք է իմ մեջ լինի հասնելու դրան։ Եվ ինչպես երկի ժամանակ էր մենք ասեցինք, որ հայո սպասում ենք քեզ Հիսուս, մենք սպասում ենք Հիսուսին ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես, որ դիմավորելու ենք, եւ պետք է լինի մեծ ցնծություն, եւ պետք է լինի մեծ ուրախություն։ Միայն թե շատ հետաքրքիր է, երբ որ նայում ենք Աստծո խոսքի մեջ, ասում է հանգարց չլինի, որ պակասած գտնվենք։ Եբրացիների գրքում սա շատ գիտեք ինչ, Հիսուսը ինքը մեզ միշտ քաջալերում է, ուրախացնում է, հորդորում է, բայց նաև դրա հետ մեկտեղ զգուշացնող խոսքեր է ասում։ Օրինակ 10 կույսերի առակը դա նաև մեզ զգուշացնող է։ Օրինակ Մարկոս ավետարանի 11-րդ գլխում այդ մասին խոսում է նաև Ղուկաս ավետարան 18-րդ գլխի մեջ, որ ասում է Հիսուսն ասում է, երբ որ մարդի որդին գա, արդյոք միլիոնավորների, միլիարդավորների մեջ հավատ կգտնի։ Ես շատ լուրջ հարց է։ Բայց ես չկասկածեմ, չվախենամ, չասեմ, Տեր կարող է իմ մեջ չկա այդ հավատքը։ Աշակերտները ոնց անհանգստացան, ասեց մեկը պետք է ինձ մատնի, չի անհանգստացան։ Ես էլ պետք է անհանգստացնեմ։ Հիսուսն ասում է, որ այո, երբ որ գա մարդի որդին հավատ կգտնի երկրի վրա, այսինքն ինչ հավատքի մասին է խոսքը։ Խոսքը ոչ թե իմ հավատքի մասին է, այլ իր ուզած հավատքի մասին է։ Խոսքը ոչ թե մեր մտածած հավատքի մասին է, այլ Մարկոսի 11-րդ գլխի մեջ ասում է Աստծո հավատք ունեցեք, այսինքն Աստծո վրա եղած հավատք, աստվածային հավատք։ Եվ Պողոս առաքյալը ասում է Հռոմեացիների 8-րդ գլխում աստվածային Աստծո վրա եղած հավատքից մեզ ինչը կարա բաժանի։ Հռոմեացիների 8-րդ գլխի մեջ ասում է ոչ մահը, ոչ սովը, ոչ գալու բաները, ոչ ներկա բաները։ Բայց այսօր մի քույրիկ իմ հասցեին բանը ասել, այնց եմ վրթորվել, մի եղբայր լավ չի վերաբերվել, այնց եմ խառնվել, վերջապես մենք տեսնում ենք, որ մի բան բաժանեց ինձ։ Ոչ թե Քրիստոսի սերը ինձի բաժանեց, ես բաժանվեցի Քրիստոսի սերից, որտեղ Քրիստոսի սերը խոստմունք է, ասում է քեզի չեմ թողնի, երեսիցս չեմ ձգի, վստահ ասա, որ Տերը իմ հովիվս է։ Եվ առաքյալն ասում է, որ Քրիստոսի սիրուց մեզ ոչ մի բան չի կարող բաժանել, եղբայրներ քույրեր։ Իմ անձնական կյանքի վրա ես այնքան եմ նայել մազերիս հաշվով, որ իմ խելքի բանը չի եղել մնամ հավատքի մեջ։ Իմ խելքի բանը չի եղել այդ վիճակից դուրս գամ, այդ դժվարություններից դուրս գամ, Տերն արել։ Իր սերն արել, փառք Հիսուսին։ Որովհետև այրուն է թափել ինձ համար ինքը։ Որովհետև գրված է Տիրոջ խոսքի մեջ Աստված այնքան սիրեց ինձ, որ իր որդուն հավասարացրեց։ Որովհետև գրված է, որ Հիսուս իր կյանքը չի խնայել, բայց այսօր էլ ինչ կար, որ կարող է խնայի ափսոսի եղբայրներ քրել։ Այսօր ես միշտ մտածում եմ, որ Աստվածապաշտությունը մեր մեջ սկսում է արժեքավորելուց, երբ որ ես Քրիստոսի գործը արժեքավորում եմ իմ մեջ։ Կյանքը գործը արժեքավորում։ Ասում եմ ես եղբոր հետ էինք, մեր Վարդան եղբոր հետ էինք, մի դեզերուցում էինք, այսպես ասեցի, մի եղբոր ասեցի, հետ եղել է քո վրա զարմանաս, ասում չէ, ինչի՞ պետք է իմ վրա զարմանամ։ Ասի, բայց ես այնքան եմ զարմացել իմ վրա։ Եվ բացատրում եմ, ասում եմ, օրինակ ես հավատք ունեմ, հավատքի գիտություն ունեմ, վերջը Քրիստոսի վրա հույս ունեմ, բայց պահի տակ եղել է այնպես մի թերություն, այնպես մի սխալ բաներ եմ արել, տարական սխալներ, ասում եմ, ամոթ ինձի, որ ես ոնց այդ բանը թույլ տվեցի։
Ոնց այդ բանը թույլ տվեցի։ Ասում եմ, եղբայրն ջան, պահի տակ նայեք, պահի տակ ջղայնանում եք, բարկանում ենք, կեղծավորվում ենք, սուտել ենք խոսում, վերջը ուշադրություններից աշխարհն է գրավում, մարմնավոր բաներ են խոսում, բայց դա անհավատություն չի։ Դա անհավատություն է։ Անհավատությունը նա չի, որ մարդ ասում է Հիսուսին չեմ հավատում։ Անհավատությունը օրինակ Իսրայել ժողովրդի մեջ գրված է Սաղմոս 95-ում էլ ասում է, որ Աստված չհավանեց այդ ժողովրդին։ Ինչի համար, որովհետև 40 տարի տեսան իմ հրաշքները։ Նրանք չէին ասում Աստված չկա։ Տեսան, բայց ինչ եղան, անտարբեր եղան, անհոգ եղան, ասում եք հատմա։ Ու ծնողներ, ամենավատ բանը ձեզ համար նա է, երբ որ ձեր նկատմամբ երեխան անտարբեր է լինում։ Ասում եք հələ նայ։ Կերծնեմ, խմծնեմ, ես անեմ, այսօր անտարբեր է։ Մի վիրավորված ծնողը, երբ որ ես մոտեցա խոսում էի, ինքը մի տղա ուներ, ամուսինը շատ շուտ բաժանված էր, հա, ու տղայից այնց էր վիրավորվել, չէր ուզում երեսը տեսնար, ասում է ես մանկությունից դրան պահել եմ, հեր չի եղել գլխին, մեծացրել եմ, ասում է օրերով ես հաց չեմ կերել, իրան ուսումի եմ տվել, մարդ է դարձել, այսօր սպայական կոչում ունի, ասում է, բայց ինձի բանի տեղ չի դնում, վերջը յանի կնգա հետ ամուսնացել է, այլ ես չկա։ Ասիմ այդ տնաշեն, էդի հեչ, էդի Հիսուսի արածի մոտ զրոյա, հələ հետ նայ Հիսուսը քո համար ինչ արել, այսօր իր ասածը բանի տեղ չես դնում։ Այո, եթե մի բանի մեջ իմ զգացմունքը առաջանում է, նշանակում է ես Հիսուսից ինձ բարձր եմ դնում։ Ասում եմ, եթե ես Տերս ու վարդապետս ձեր ոտքերը լվացի, ձեզի օրինակ տվեցի, ցույց տվեցի ինչպես պետք է լինի հեզությունը, խոնարհությունը, սերը, նվիրվածությունը, չկա այդ բանը։ Ոչ թե միայն բանավոր, այլ նաև գործնական է։ Եվ շատ կարևոր է, որ մեզ հորդոր անում Տիրոջ խոսքի մեջ եղբայրներ քուրեր, որ ինքներս մեր վրա այդ աշխատանքը հիմա պետք է տանենք, որպեսզի հասնենք կատարելության, որտեվ Եփեսացիներ 5-րդ գլխի մեջ դա առաջի խոսքում ասում է դուք Աստծո նման եղեք։ Մարդը կարա Աստծո նման լինի։ Նմանվող եղեք Աստծուն ասում է։ Այո, ես ֆիզիկական իմ մարմնով չեմ կարող ոչ Քրիստոսին, ոչ Աստծուն նմանվելով, բայց հոգեպես վերստին ծնունդ ունենալով ես կարող եմ նմանվել իմ Փրկչին, որովհետև իմ Փրկիչը Հիսուս Քրիստոսը, ինչպես մենք գիտենք Հովանու թղթի մեջ ինչ է ասում, ասում է, եթե մենք սխալներ ունենք, խոստովանենք ներում է, սրբում է, մաքրում է, եւ մեր սրբության կոչումը մեզանից չի հանում, ասում է դուք սուրբ եք։ Եվ մեր սուրբ լինելը նա չի, որ ես սխալներ շատ եմ անում, թե քիչ եմ անում։ Մեր սուրբ լինելը ամբողջությամբ մեր հավատքի, աստվածպաշտության եւ կարևոր նշանակություն ունեցող կանոն կա։ Ատել անօրինությունը, սիրել արդարությունը։ Ատել անօրինությունը կատարելապես։ Ինչ որ աստվածանից չի, ատել եւ սիրել աստվածային արդարությունը։ Եվ ասում եմ նմանվելով Աստծուն, ես պետք է այսօր նայեմ տեսնեմ ինչքանում եմ նմանվում իմ հորը, եղբայրներ քուրեր։ Եվ դրա համար ասում եմ Եբրայեցիների 4-րդ գլխի առաջի խոսքում զգուշանանք, այսպեսի խոսմունք ունենալով, անհոգ չլինենք, որ հանկարծ պակասած չգտնվենք, թերացած չգտնվենք։ Օրինակ հետաքրքիր մի միտք Առաջի թուղթ Հովանու 2-րդ գլխի 15 խոսքում գրված է, ասում է՝ մի սիրեք աշխարհը եւ ինչ որ աշխարհի մեջ կա։ Հիմա օրինակ մի հարց ինձ եմ տալիս, ասում եմ տոկոսային հարաբերություն գոյություն ունի, գիտեք, ամեն ինչի մեջ տոկոսային հարաբերություն գոյություն ունի, մինչեւ որ շորը առնում ես, հագուստը ընդ տոկոսային հարաբերություն կա, այսքան բուրդ, այսքան էսա, ոսկին էլ տոկոսային հարաբերություն ունի։ Հիմա հետաքրքիր է տոկոսային հարաբերությունով, եթե ես 80% մերժեմ աշխարհը, բայց 20% մնա ի մեջ, լավ է, նորմալ է դա։ Լավ, մերժել եմ 90%-ով, 10% կա, լավ է թե վատ է։ Ես կարող եմ Հիսուսի առաջ կայնեմ եւ ասեմ ընդունիր ինձ։ Այն դեպքում, երբ որ Հիսուս ինքը պատվիրանը հայտարարեց, որ ամբողջ քո մտքով, ամբողջ քո զորությունով, ամբողջ քո սրտով, էությունով այնտեղ պետք է որևէ մի տոկոս չլինի դրսից, ճիշտ է։ Հիմա հետաքրքիր է, լավ։ Ես ճանապարհին գալուց մեր Վարդան եղբորն էլ ասեցի, ասի Վարդան ջան,
Այսօր շատ կարևոր հարց է, ես մեր մոտ Հայաստանում չեմ վախենում, համարձակ խոսում եմ այդ մասին, ասում եմ եղբայրներ ջան, գիտեք ինչ է աշխարհասիրությունը, ասում եմ ինչ է, ասում եմ օրինակ անբավարարություն, ես ավտոն մի տարի առնեմ, ասում եմ չէ, էսի լավը չի, նորը դա դուրս եկել, այս հեռախոսը մի քանի ամիս օգտագործում եմ, ասում եմ չէ, սրա ֆունկցիաները դուրս չի գալի, այս շորն առնում եմ, ասում եմ չէ, այս չի, այս կուր, անդադ հասկանում եմ, որ ի մեջ անբավարարություն կա։ Այն դեպքում, երբ որ առաքյալն ասում է, երբ որ այս բաներն ունես, բավարարվի, եւ դա ոչ թե անհրաժեշտություն է, այլ հապա մարմնի ցանկություն է, ոչ թե կարևորություն է, այլ հապա ցուցադրական մի բան է։ Եղբայրներ եւ քույրեր, ես պետք է հասկանամ, որովհետեւ ես իմ կյանքի տերը չեմ, իմ աշխատանքը, իմ ունեցվածքը ոչ մի բան իմը չի։ Տիրոջն է պատկանում։ Ես ընդամենը Տիրոջ խոսքի համեմատ որպես տնտես եմ, այս ֆիզիկական մարմին տնտես եմ, ուրիշ բան չեմ։ Եվ սրա համար 14-րդ գլխում Հռոմեացիների գրքում գրված Աստծուն հաշիվ եք տալու ձեր անձերի համար, չի ասում ուրիշի, այլ անձի, ապրած անձի համար, եղբայրներ, քույրեր։ Դրա համար այս կյանքը ժամանակավորապես Տերը ինձ տվել է, որ ես սրա մեջ ապրեմ եւ սրա համար էլ հաշիվ պետք է տամ Աստծուն։ Եվ գիտեք ինչ, եթե մենք սկսում ենք Աստծո հետ շատ հաղորդակցվել, չէ, մեր մեջից կորում է վախը։ Մարմնավոր են, շնչավոր վախը կորում է։ Վախը տանջանք է։ Ես նոր հիվանդությունները դուրս եկան, վիրուսները դուրս եկան, ես աղետն է գալի, ես փորձանքն է գալի, մեծանում ես տարիքը, միս բաները, վերջը մի եղբայր կար ասում է, բանա, հեսա իմ ալերգիան կսկսի, որովհետև գարուն է գալիս, ասում եմ, դե դու նախապես ասում ես, որ կսկսի ինքը։ Ամեն մեկը ապրում է սխալ դավանանքների մեջ, չկա այդ վստահությունը Տիրոջ վրա։ Բայց երբ որ Քրիստոսի հետ է լինում մարդը, չի վախենում ոչ մի բանից։ Ինչը կարա բաժանի մեզի։ Ոչ մի բան չի կարող բաժանել։ Այդ մտերմությունը ամենակարևոր բանն է, եղբայրներ, քույրեր։ Ես այդպես աշխատում եմ գրված է ձեր անձերը վարժեցրեք Աստվածպաշտության մեջ։ Աշխատում եմ, որ երբ որ ասենք թեկուզ պարկում եմ, արտանում եմ, ճանապարհ եմ գնում, մտածեմ Տիրոջ վրայով։ Հետո երբ որ մեքենայով եմ լինում, մարդ չիլում, երկի լավ ձայնային տվյալներ չունեմ, բայց որ մարդ չիլում, ձերն սկսում եմ գլուխս ինձ համար երգում եմ, փառաբանում եմ, իմ բառերն եմ դնում, իմ գովաբանությունն եմ դնում։ Գրված է Տիրոջը փառավոր է, չի գրված հատուկ պետքա երաշտագետներ լինեն փառավորելու։ Կարևորը հաղորդակցությունն է Տիրոջ հետ։ Եվ Հակոբոս առաքյալ ասում է մոտեցեք, Տերը կմոտենա։ Մի օր էլ կտեսնենք կարգին հավատացյալ ենք դառել։ Էլ այն տանջանքը չկա, որ տանջվում ենք։ Այսօր այնքան հոգևորներ կան, գրված է կատարյալ սիրո մեջ վախ չկա։ Այս կանոնը գիտեք։ Այսինքն, երբ որ ես կատարելապես չեմ սիրում Հիսուսին, բնական է իմ մեջ գալու է ուրիշ բաների սեր, հիմա այդ անում եմ, վախենում եմ։ Մի կողմից օրենքի վախն է ինձի, որ ես այս բաներն անում եմ, պետք է Աստծո առաջին կանեմ, մի կողմից սատանան է ինձ վախացնում, չէ։ Այդ ամենը տանջանք է։ Դրա համար հիմա ես որ նայում եմ, գրված է ասում է Տիրոջ խոսքի մեջ է, մի սիրեք աշխարհը եւ իշուր աշխարհի մեջ կա։ Աշխարհի մեջ կան կենցաղային ինչ որ կարևոր բաներ, որ մարդը աշխատում, արարում է, դնում է ապրելու համար, եւ կան ցանկություններ, որոնք որ դա ընդունելի չի։ Եվ վերջի օրերի մեծ մեղքը աշխարհի վրա ոչ թե գողությունն է, սպանությունն է, միս բաներն է, այլ Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասեց. Տիմոթեոս, իմացիր վերջի օրերում չար ժամանակներ կլինեն, մարդիկ կլինեն ինքնասեր, անձնասեր, մարմնավորասեր, ինքնապաշտ, եսակենտրոն։ Դուք տեսնում եք այսօր աշխարհում ինչքան մարդիկ երիտասարդներ տարբեր տեսակի մազեր են կտրում, գունավորումներ, ինչ ասես անում են, որ մեկի ուշադրությունը գրավեն։ Ամեն բան անում են։ Այստեղ օրենքը թույլ չի տալի, բայց Հայաստանում ամեն մեկը աշխատում է հարուստ, այնենց մի տուն սարքի զարմացնի մեկերին։ Ասի տեսեք, այս ինչի տունն է, այն ինչ զարմանք առաջացնի։ Այսինքն մարդը աշխատում է ինքը իրանով զարմանք առաջացնի, եղբայրներ, քույրեր։ Սա ամենավտանգավոր բանն է, որ մենք մեր վրա պետք է ուշադրություն դարձնենք, որ տոկոսային հանգարց հարաբերություն չլինի մեր մեջ աշխարհի նկատմամբ։ Եվ հետաքրքիր է, Առաջի թուղթ Կորինթացիների 13-րդ գլխի 3-րդ համարի մեջ գրված է, որ եթե այս բաները ունենամ, բայց սերը չունենամ Քրիստոսի, ոչինչ եմ, ու այնտեղ Տիրոջ խոսքի մեջ ասում է, որ հույս հավատքը սեր է, այս ամենը կգնա, սերը պետք է մտնի երկնային արքայություն։ Հիմա հետաքրքիր է, էլի, ես այսպես մտածում եմ, ասում եմ, սերը բառեր է, խոսք է, թե կյանք ու հատկանիշ է։ Կլինի, որ օրինակ ասենք աստվածային սերը ի մեջ 99%-ով ապրի,
մի տոկոսը բացակայ, չի լինի։ Չի լինելու։ Որովհետև ինչպես մենք գիտենք, որ Բաղդասարի ժամանակ եղավ, կշիռով կշռվեցար, պակաս գտնվեցար։ Աստվածային կշիռն է որոշում այսօր խոսքի ասենք իմ որակականը եւ ոչ թե իմ։ Երբ որ նայում ենք գոյություն ունի աստվածային չափ որոշիչ։ Աստվածային չափ որոշիչ։ Օրինակ Նոյան տապանի համար կամ խորանը պատրաստելու համար Մովսեսին ասեց դու այստեղից բան չդնես, քո գաղափարից չդնես։ Աստվածային չափ որոշուչ գոյություն ունի, որ Աստված է տալիս ամեն ինչի չափերը։ Եվ դուք պատկերացնում եք, որ Նոյը այդքան տարի ոչ մի օր իրան արձակուց չտվեց։ Գիշեր ցերեկ աշխատեց, որպեսի տապանը հասցնի ավարտին, եղբայրներ քուրեր։ Մենք էլ ունենք մեր հավատքի տապանը, որ պետք է հասցնենք այդ չափանիշներին, այդ օրվան։ Եվ երբ որ նայում ենք Տիրոջ խոսքի մեջ, ասում է, որ աստվածային սերը մենք պետք է նայենք մեր մեջ, թե ինչքան է բնակվում եւ ինչքան չի բնակվում։ Գաղատացիների 5-րդ գլխի 22 համարի մեջ խոսում է Սուրբ Հոգու պտուղների մասին։ Գիտեք, ուրախությունը, ժուժկալությունը, երկանությունը, քաղցրությունը, համբերությունը, վերջապես։ Ես այս պտուղները տանում եմ, միացնում եմ Մատթեոս ավետարան 5-րդ գլխի լեռան քարոզին։ Լեռան քարոզն է, որովհետև լեռան քարոզը Հիսուսը որտվեց, դա 5 կտակարանի եւ նոր կտակարանի հավատքի կատարելությունն է, ովքեր այս հատկանիշներով պետք է ապրեն։ Եվ հիմա ես նայում եմ, ասում եմ, իմ մեջ հոգու պտուղներն է, թե ես կարողացել եմ գունավորեմ, այսօր շատ արհեստական կերակուրներ կան, ճիշտ է, սկսված մսից, սկսված հացից, ամեն ինչից։ Մեր մոտ մի անձնավորություն ասում է, այ եղբայրան, ասում է, հիմիկվա երշիկները գցում եմ, ասում է, շունը չի ուտում։ Ասում է, բայց մենք ուտում ենք։ Ասում եմ, էդի դու մտածի արդեն։ Այսինքն ինչ-որ բաներ, որ նույնիսկ կենթանին զգում է, որ այդտեղ մի բան չի։ Ես պետք է կարողանամ նայել իմ մեջ այդ հատկանիշները Սուրբ Հոգու արհեստական է թե բնական է։ Դրա համար մեր վրա շատ աշխատելու տեղ ունենք։ Երկրորդ օրինաց 6-րդ գլխի մեջ ասում է քնած, բարկած բոլոր ժամանակներում քո վրա մտածի, ուրիշի վրա մի մտածի։ Մի անգամ մի տարեց տատի էր, արդեն կյանքի օրերը ավարտվել էին, ասեցին եղբայրան, մի հատ խոսա իր այդ էլ, այնպես տարական գիտություններ չունի, հա, գոնե խոստովանություն անցնի, ասի մեծ քուրիկ մի բան եմ հարցնում, հեչ եղել է, որ ասենք տան անդամները տեսենց էս վարվել են, դե ոչի եղբայր, սաղս էլ մարդ ենք, սաղս էլ ստացվում, քո հետ էլա չէ ստացվում։ Ասում եմ, ինձ մի բեր քեզ հավասար ասում, հիմա քո հերթն է, դու ասա։ Այսինքն մարդը միշտ ուզում է, որ իր մեղադրանքը դիմացինի վրա գցի, իր վրա չլինի, եղբայրներ քուրեր։ Դա նշանակում է հոգու պտուղի բացակայությունն է, որ չկա հոգու պտուղը։ Դրա համար Եբրայեցիների գրքի մեջ ասում է, որ մենք կարողանանք հսկողություն անենք մեր հավատքի վրա եւ քննություն անենք։ Կորինթացիների ուղղված երկրորդ ամակի 13-րդ գլխի 5 խոսքի մեջ ինչ է ասում է մեր անձերը քննություն անենք, քննենք, ստուգենք, տեսնենք հավատքի մեջ ենք թե ոչ։ Եվ այսօր օրինակ որ գնում ենք մի բան առնելու, մի շոր, մի բան նայում ենք, չէ, տեսնենք որակը ոնց է։ Բնական է։ Հա, ասում ենք փող ենք տալիս։ Այսօր ինչքան կարևոր է որ Հիսուսը մեզի մեծ այրանքին է տվել, մենք ստուգենք մեր որակականը, որ երբ որ Հիսուսը հայտնվի, նրա նմանը լինենք։ Թերի չլինենք, պակաս չլինենք եւ չասի ինձանից հեռու գնացեք, չեմ ճանաչում ձեզի, եղբայրներ քուրեր, թող Աստված օգնական լինի։ Աստծո երկյուղը, վախը ունենանք, ակնածանքը, որպեսի կարողանանք սրբությունից սրբություն գնալ եւ իրան երևալու բաց երեսով եւ ինչպես ինքն է, այնպես մենք կլինենք եւ գրված է Տիրոջ խոսքի մեջ հավիտյանս հավիտյանից իր հետ պետք է լինենք։ Սա է մեր հավատքի նպատակը։ Տերը թող օրհնի, աղոթքի գնանք։